Ըստ խնդրի ունենք շենք, ինչ-որ քանակությամբ մուտքերի քանակով, ինչ-որ քանակությամբ հարկերի քանակով և ամեն հարկում ինչ-որ քանակությամբ բնակարանների քանակով։ Գիտենք, որ բնակարանների քանակը յուրաքանչյուր հարկում շատ է 1-ից, նույնն է թե ամենաքիչը 2 է։ Հարկերի ընդհանուր քանակը շատ է յուրաքանչյուր հարկում բնակարանների քանակից, ինչպես նաև հարկերի քանակը շատ է մուտքերի քանակից։ Եվ քանի որ արդեն իմացանք, որ բնակարանների քանակը յուրաքանչյուր հարկում ամենաքիչը 2 է, հետևաբար հարկերի քանակը մեծ լինելով յուրաքանչյուր հարկում բնակարանների քանակից մեծ կամ հավասար է 3-ից։ Հայտնի է նաև, որ մուտքերի քանակը ևս շատ է 1-ից։ Պետք է գտնենք, թե քանի հարկ կա շենքում, եթե բնակարանների ընդհանուր քանակը շենքում 105 է։ Իսկ բնակարանների ընդհանուր քանակը շենքում ստանալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր հարկում բնակարանների քանակը բազմապատկել նախ հարկերի քանակով, այնուհետև բազմապատկել մուտքերի քանակով, և ըստ պայմանի կստանանք 105։ Ստացվում է, որ 1-ից մեծ 3 արտադրիչ միմյանց հետ բազմապատկելով ստացել ենք 105, և որպեսզի պարզենք, թե ինչ արտադրիչների հետ գործ ունենք, նախ եկեք 105-ը վերլուծենք պարզ արտադրիչների։ Սկզբում բաժանենք 3-ի, ստանում ենք 35, այնուհետև բաժանելով 5-ի 7 և բաժանելով 7-ի 1։ Փաստորեն ստացանք ճիշտ այն 3 արտադրիչները, որոնք որ մեզ անհրաժեշտ էին, քանի որ 3-ն էլ մեծ են 1-ից։ Մնում է միայն պարզենք, թե այս 3-ից որ մեկն է հարկերի քանակը։ Դրա համար էլ օգտվենք այն պայմանից, որ հարկերի քանակը մեծ է և բնակարանների քանակից, և մուտքերի քանակից։ Հետևաբար պատասխանն է ամենամեծ արտադրիչը 7։